Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են շինարարության որակի, տեխնիկական հսկողության, ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր։ Հայաքվեի համակարգող Ավետիք Չալաբյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից, նրա նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել։ Չալաբյանին մեղադրանքեր առաջադրվել ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ մարդկանց ընտրելու իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության համար։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարանցմամբ կիրականացվի հերթական մատակարարումը, մասնավորապես 11 վագոն ցորեն, 1108 տոննա ընդհանուր քաշով եւ 4 վագոն գարի 273 տոննա ընդհանուր քաշով այսօր Բալաջարի կայանից կուղարկվեն Բյոքու Քեսիքի ուղղությամբ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ պատերազմն ինչ-որ փուլում պետք է ավարտվի, ավելի լավ է պատերազմն ավարտենք այսօր, երբ հզորության եւ արժանապատվության մեջ ենք եւ ամբողջ աշխարհն ընդունում է մեր հաղթանակը, ընդգծելով, որ ԱՄՆ-ն հակառակ բոլոր կանոնների հարձակվել է մեր վրա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն ընդհանուր ռազմաքաղաքական բնույթի հարցերի շուրջ։ Հիմնական թեմաներից մեկը դարձել է Արկտիկայում ազգային անվտանգության ապահովումը։ Աշխարհի չեմպիոն եւ ոսկե գնդակի դափնեկիր Ռոնալդինյոն 46 տարեկանում միացել է իտալական Ռավեննա ակումբին, որը հանդես է գալիս Սերիա C-ում։ Բրազիլիացին ակումբում կլինի ներդրող միջազգային դեսպան եւ ֆուտբոլիստ։ Նա նախատեսում է առնվազն մասնակցել մեկ պաշտոնական հանդիպման կարիերայի վերջին գոլը խփելու համար։